Բարև ձեզ, ինչպիսի հիշողություններ ունեք պարոն Ալեքսանյանի հետ կապված, ինչպիսի մարդ էր, ինչպիսի դերասան էր եւ ինչ կորցրեցինք այսօր։ Հիմա իմ համար իրոք շատ դժվար է խոսել, որովհետև խոսում եմ ինձ համար շատ հարազատ, շատ թանկ մարդուց, մեծ հայ, իրապես մեծ հայ, մտավորական, մշակույթի գործիչ, հայ արժանապատիվ մարդ, տղամարդ, տեսակ, ընկեր, հայր, բառեր, որ շատ ժամանակ պետք է շռայլենք, որովհետև Արտաշես Ալեքսանյանը իրապես անհատականություն էր, լավ ընկեր էր, ինքը հարստացրեց մեր կենսագրությունը, այն մարդու, ով իր հետ սեղանի շուրջ նստեց, ընկերություն արեց, բաժակ բարձրացրեց ու հեռացավ։ Շնորհակալ եմ, որ բախտ եմ ունեցել իր հետ ընկերություն անելու, աշխատելու, շփվելու, ճանաչելու, սովորելու, նկատողություն, խորհուրդ, ինձ համար նաև ինքը շատ լավ ընկեր էր, մեծ հարազատ թանկ, իմ ընտանիքին հարազատ մարդ, ցավում եմ կորուստը բոլորինս է, որովհետև իր տեսակը չկրկնվող է, նաև մեր հայ կինո արվեստում իր կերտած, ստեղծած դերերը, կերպարները մնալու են, ոնց որ ինքը իրապես յուրահատուկ գույն տվեց, տեսակ տվեց, ուսուցանեց, չի լինելու, չի կրկնվելու, որովհետև ինքը ուրիշ էր, ինքը տարբեր էր, ինքը անհատ էր։ Ես շնորհակալ եմ կյանքին, ճակատագրին, Արտաշես Ալեքսանյանին ճանաչելու, ընկեր ունենալու համար, որովհետև ինքը շատ լավն էր, ինքը պետք է երկար ապրեր։ Այս հուլիսի 17-ին իր 65-ամյակն էր, մենք սպասում էինք, որ պետք է, որովհետև մենք հաճախ էինք հավաքվում, քեֆ, ուրախություն, ինքան շատ էինք սպասում, այնքան լավ էր իր հետ անցնում, այնքան հետաքրքիր իր հետ, շատ ափսոս, թող մեր ընկերը, մեր լույսերի մեջ լինի, մենք իրան սիրում ենք, կարոտելու ենք, իր տեղը բաց է մնալու, իր տեղը չի լրացվելու, սա շատ սիրում եմ։ Իսկ որպես ավագ սերնդի ներկայացուցիչ ձեզ, մնացած մյուս երիտասարդ սերնդի դերասաններ ինչ խորհուրդներ են տվել, որ միշտ պետք է պահեք ու կիրառեք այդ օրը։ Ինքը պարտադիր էր հենց կոնկրետ խորհուրդ տար։ Իր հետ ապրում է, չէ՞, իր հետ շփվում է իր կենցաղ, առօրյա կյանք, նկարահանման հրապարակ եւ մասնագիտական եւ ինքը իր հետ զրույցները ակամայից արդեն խորհուրդ էր, իր հետ զրույցները ակամայից արդեն սովորեցնում էր, իր հետ շփվելը, կարող դու օրինակ երիտասարդ, ինքը ես անկեղծ ասեմ, հատկապես ինձ շատ կենտրոնացած էր, անընդհատ ոնց որ ես լավ ընկերներ էինք։ Իսկ վերջին անգամ երբ եք խոսել, ինչ եք քննարկել, ինչ ասել, որ հիշում եք։ Վերջերս մենք հաճախ էինք տեսնում, հաճախ էինք հանդիպում, զրուցում, անընդհատ կար կյանք, ընկերություն, արվեստ, շատ լավ էր, ինքը անընդհատ հետևողական էր։ Կարող նստած լինեինք գինով ցած օրինակ, հա, բայց ինքը միշտ հետևողական էր, ինքը հետաքրքիր էր, ինքը նկատում էր, ինքը թույլ չէր տալիս, ինքը ուրիշ էր։ Ինքը անընդհատ խոսում էր հայրենիքից, երկրից, մեզնից, բոլորիցս, արվեստից, մշակույթից, իր մեջ կար անընդհատ այն թանկը, այն կարևորը, որ յուրաքանչյուր հայ մարդու մեջ կա։ Դա ինքը ապրեց, ապրեցրեց, սովորեցրեց, թողեց, ինքը իրապես իր առաքելությունը կատարեց, իրապես կատարեց, ինքը պետք է երկար ապրեր, ինքը պետք է մնար։ Իսկ ինչպիսին ենք մենք միշտ հիշելու իրեն։ Ուժեղ, կեցվածքով, տեսակով, չկոտրվող, չճկվող, չընկճվող, ինքը իր տեսակը ուներ ուժեղ էր, հայ տղամարդուն վայել կեցվածքով, հերոսական տեսակով, ոնց էլ որ կերտեց, հենց իր գարեգին նժդեհը,
Այսօր ժողովուրդը ու մենք բոլորս հիշելու ենք իրան այդ մեր հերոսով։ Մենք իրան հիշելու ենք իր այդ տարբեր բազմաշերտ կերպարներով, որ ուներ կեցվածք, ուներ ճաշակ, ուներ ասելիք, ուներ մտածելակերպ, իր կեցվածքը, իր արտաքինը եւ իր այդ հոգեբանությունը, որ մեկ տեղում էր եւ տալիս էր, ցույց էր տալիս։ Ինքը արվեստագետ էր, ինքը վաստակավոր արտիստ էր եւ այդ կոչումը չի, ինքը վաստակած ուներ։ Ինքը ճիշտ է ժողովրդական չէր, բայց կապ չունի այդ կոչումը մեդալը, ինքը ժողովրդին էր, ավելի շատ, քան այսօր կան ժողովրդական, ինքը չի զիջում ոչ մեկին, իր ժողովրդական լինելով, ինքը անհատականություն էր, ինքը եկավ, ապրեց, ստեղծեց, թողեց ու մի օր որոշեց, որ պետքա հեռանա, բայց ինքը թողեց եւ իր թողածը դեռ ապրելու է։ Եվ մենք թե որքանով կկարողանանք եւ որպես ընկեր եւ որպես խաղընկեր, գործընկեր եւ որքանով որ կկարողանանք, ես չգիտեմ, ինքը իր անելունը արեց, մնացածը մնում է իր թողածը պահողներին, իր թողած ժառանգությունը զարգացնողներին, որտեղ ինքը այդպիսին էր։ Ես համոզված եմ ասում, մեր հայ ժողովուրդը կորցրեց իրապես ունի մեծ կորուստ, որտեղ կորցրեց հայ իրականության մեջ մտավորական տեսակ, արտիստ, ասում եմ ես դերասան չեմ, ես արտիստ եմ, ինքը արտիստ էր, նույնիսկ ոչ միայն նկարահանումների կամ ներկայացումների ժամանակ, ինքը արտիստ էր իր տեսակով կյանքում, ոչ տեղ չէ, ինքը օրինակելի էր իր շփումով, օրինակելի էր իր կյանքով, ես այնքան կարամ, ես նաև դժվար է ինձ համար խոսել, որովհետև ես կորցրել եմ ավագ ընկեր, թանկ ու հարազատ, ես Աստծուն շնորհակալ եմ, որ բախտ եմ ունեցել ճանաչելու, շփվելու, գրկելու, խմելու, սովորելու, նկարահանվել, ես այնքան շնորհակալ եմ, ես իրան շատ եմ կարոտել, ես իրան շատ եմ սիրում։